Ռուսաստանը որոշել է, բայց դեռ չի ընդունել, այսինքն Ռուսաստանը անընդհատ կրկնում է, որ իրենք անշուշտ քննարկում են եւ կցանկանան, բայց դեռ ուժի մեջ չի մտել այդ որոշումը։ Մյուս կողմից շատ կարեւոր մի մեծ հարց կա, որը որևէ քննարկման ընթացքում չի շոշափվում, ինչը անպայման պետք է շոշափվի, դա այն վարորդների հարցն է, որոնք մինչ օրս ոստիկանության կողմից մուտքի արգելք են ստացել եւ առնվազն 5 տարի չեն կարող մեկնել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Եթե անգամ փոխեն, լիբերալացնեն, այսինքն որ պահից սկսած կվերաբերվի այդ 180 օրը, այն պահից երբ կընդունեն, իսկ արդեն մուտքի արգելք ստացածների հարցը ինչպես կլուծվի, որովհետեւ 200-ից ավել դիմում միայն ես եմ ուրեմն ստացել եւ այդ դիմումները ուղարկել մեր ներքին գործերի եւ արտաքին գործերի միջոցով ԵԱՏՄ հանձնաժողով եւ իրենք էլ դիմումը ներկայացրել են ըստ այդ տվյալների Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարություն եւ բոլոր նրանք ովքեր հայտնվել էին վերահսկվող անձանց ռեեստրում, իսկ դրանք 145-ից մի քիչ ավել են, նրանց բոլորին հանել են ռեեստրից պայմանով, որ այս տարի այլևս չեն մեկնելու, կմեկնեն մեկել 2026-ի հունվարի 1-ից հետո, այսինքն այդ հնարավորությունը կունենան այդ ժամանակ եւ առայժմ 90 օր ունեն դեռևս հաջորդ տարվա համար։ Իսկ նրանց ում ոստիկանությունը գտնվելու ժամկետը խախտելու պատճառով դրել է արդեն մուտքի արգելք, այս մարդկանց հարցը որևէ կերպ չի քննարկվում։ Քիչ չի առնվազն իմ բազայում եղած տվյալներով 61 թե 65 հոգու մասին է խոսքը։